Պաշտոնական անվանումը Ուզբեկստանի Հանրապետություն։ Պետություն է Միջին Ասիայի կենտրոնական մասում։ Մայրաքաղաքն ու խոշոր քաղաքներից է Տաշքենդը։ Սահմանակից է Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի, Աֆղանստանի և Թուրքմենստանի հետ։ Բնակչության մեծ մասը ուզբեկներ են, 88%-ը մահմեդական է, 10%-ը քրիստոնյա։ Պաշտոնական լեզուն ուզբեկերենն է։ Ռուսերենը երկրորդ տարածված լեզուն է Ուզբեկստանում։ Արև ձեզ Մուհամեդ ջան, ինչպես եք։ Ամեն ինչ լավ է։ Ես գիտեմ, որ մի քանի ամիս է ինչ Հայաստանում եք արդեն, բայց նաև գիտեմ, որ լավ չեք հասցրել ուսումնասիրել Երևանը։ Դրա համար առաջարկում եմ այսօր միասին Երևանում շրջենք եւ ես ձեզ կպատմեմ Երևանի մասին։ Ձեր գիդը կլինեմ, լավ։ Լավ, хорошо։ Գնանք։ Добро пожаловать в Ереван. Ереван является столицей независимой Армении. Ровесник Ромы и Барселоны был основан царем Маргишты в 782 году до нашей эры. Մենք հիմա Ֆրանսիայի հրապարակում ենք եւ այստեղից արդեն բացվում է Մաշտոցի պողոտան, ամենամեծ մեր փողոցներից, գլխավոր փողոցներից մեկն է, իսկ ձախ կողմում մեր օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն է, որը մեր ճարտարապետության հրաշքներից մեկն է համարվում եւ ճարտարապետը կրկին մեր գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է։ Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է համարվում եւ մենք սիրում ենք կոչել նրան վարդագույն քաղաք, որովհետեւ վարդագույն տուֆից է կառուցված հիմնական ճարտարապետությունը, թամանյանական նախագծով հենց վարդագույն շենքերից պետք է լիներ եւ լավ է, որ մեծ մասը պահպանվել է։ Հայաստանում շատերի համար է աշխատանք ճարվում։ Շատ օտարերկրացիներ են Հայաստան գալիս սիրելի գործով զբաղվելու, ապահով կյանք կառուցելու համար։ Ազգությամբ ուզբեկ Մուհամեդ Խոլմերզայևը, երբ Հայաստանում աշխատելու առաջարկ ստացավ, երկար չմտածեց։ Կարճ ժամանակում հավաքվեց եւ Հայաստան եկավ։ Я вижу очень красивый город. Ես տեսնում եմ շատ գեղեցիկ քաղաք։ Առանց այս սարքի էլ էր երևում։ Ես իհարկե շատ տպավորված եմ քաղաքի գեղեցկությամբ։ Վաղուց էի ուզում Երևանը տեսնել։ Երազանքս կատարվում է։ Մուհամեդ, գեղեցիկ էր Երևանը, ինչ տպավորություններ ունեք։ Да, очень красиво, очень. Այո, շատ գեղեցիկ է, շատ խորհրդանշական է։ Ինձ շատ դուր եկավ։ Ահա այս լեռը, այստեղից ամեն ինչ երևում է, եւ եղանակն էլ հիմա շատ լավն է։ Իսկապես շատ գեղեցիկ է ամենուր։ Բոլորին խորհուրդ եմ տալիս գալ Երևան, տեսնել քաղաքը եւ համտեսել այստեղի ջուրը, որը շատ համեղ է։ Մարդիկ լավն են, շփվող, իսկ քաղաքը յուրահատուկ։ Ինձ շատ դուր եկավ։
Ես Ավանից բացի ուրիշ տեղ չէի գնացել եւ իսկապես հիացած եմ։ Кроме Авана нигде не был. Вот первый раз очень. Լավ առիթ էր, չէ։ Մուհամեդ, իսկ ինչպես ստացվեց, որ Հայաստան եկաք։ А мне вот друг позвал на работу. Իմ ընկերն ինձ աշխատանք առաջարկեց։ Այստեղ մենք բացեցինք մեր ազգային ուզբեկական խոհանոցը։ Ցանկանում ենք, որ տեղացիները փորձեն մեր ուտեստները, որ Ուզբեկստանի եւ Հայաստանի բարեկամությունն ավելի ամրանա։ Մենք տարբեր ազգային ուտեստներ ենք պատրաստում՝ փլավ, սամսա, մանթի։ Խորհուրդ ենք տալիս գալ մեր ռեստորան, փորձել մեր համեղ ուտեստները։ Հույս ունեմ բոլորին դուր կգան։ Ուզբեկական փլավի մասին դեռ կզրուցենք անպայման։ Հայաստանում շատերն են սիրում այդ ուտեստը։ Ես гитեմ նաև, որ շատ հայ ընկերներ եք ունեցել մինչև Հայաստան գալը։ Ինչ գիտեիք Հայաստանի մասին, ովքեր էին ձեր ընկերները։ Да, я с ними работал в Екатеринбурге. Այո, ես նրանց հետ Եկատերինբուրգում եմ աշխատել։ Այնտեղ էլ ծանոթացել ենք։ Ես դեռ 2014 թվականին էի ուզում գալ Հայաստան։ Ընկերոջս հարսանիքն էր։ Չկարողացա գալ, պարզապես աշխատանքից չէի կարող բացակայել։ Հավանաբար մոտ 10 տարի առաջ երազում էի այստեղ գալու մասին։ Ես Եկատերինբուրգում աշխատել եմ հայերի հետ։ Շատ լավ մարդիկ են։ Մինչ օրս էլ շփվում եմ նրանց հետ։ Երբեմն նրանք են ինձ հյուր գալիս։ Ես բոլորին, ընտանիքիս, ընկերներիս, բարեկամներիս կպատմեմ, թե որքան գեղեցիկ է Հայաստանը, եւ խորհուրդ կտամ բոլորին գալ ու ամեն ինչ սեփական աչքերով տեսնել։ Պատրաստվում եք ձեր ընտանիքին էլ կանչել այստեղ։ Обязательно, да. Անպայման, այո։ Ես արդեն պլանավորում եմ, երևի այս ամսվա վերջ կամ նոր տարվան մոտ անպայման ընտանիքիս կհրավիրեմ այստեղ։ Քաղաքը ցույց կտամ, միասին ժամանակ կանցկացնենք, այլ երկրներ էլ կայցելենք։ Երեխաներիս Երևանը ցույց կտամ, որպեսզի ամբողջ կյանքում հիշեն այս քաղաքը։ Մուհամեդ, ավտոբուսը սպասում է, առաջարկում եմ գնալ, որպեսզի չուշանանք։ Իսկ այստեղ էլ մեր աշխուժ բանաստեղծ, սիրո երգիչ Սայաթ Նովայի հուշարձանն է։ Առաջարկում եմ ձեռքերը լվալ։ Մուհամեդ, կարծում եմ, որ մեր քաղաքը բացառիկ են դարձնում նաև ցայտաղբյուրները։ Երևանում ամենուր կարելի է հանդիպել ցայտաղբյուրներ, որտեղից խմելու սառնորակ ջուր է գալիս։ Փորձել եք։ Да, конечно, давайте попробуем. Այո, իհարկե։ Երևան приедете, в каждом дворе вот это вот. Երբ Երևան գաք, յուրաքանչյուր բակում, յուրաքանչյուր փողոցում ցայտաղբյուր կտեսնեք։ Շատ համեղ ջուր է։ Ես ուղղակի հիացած եմ։ Ինձ պատմել էին այս ջրի մասին, բայց մինչև սեփական աչքերով չտեսա, չէի հավատում։ Այլ քաղաքներում չեք հանդիպել, չէ՞։ Не, в других городах. Այո, այլ քաղաքներում նման բան չես տեսել։ Թբիլիսիում եմ եղել, Ղազախստանում, բայց այսպիսի բան չեմ տեսել։ Ամենահամեղ ջուրը Երևանում է։ Մուհամեդ, ուզում եմ նաև ծանոթացնել ձեզ հայկական գամփրի հետ, որը ազգային արժեք է մեզ մոտ համարվում։ Այսօր ես շատ պատմեցի Երևանի, Հայաստանի մասին եւ կցանկանայի մի փոքր էլ դուք պատմեիք ձեր երկրի մասին, Ուզբեկստանի, Տաշկենտի։ Что Узбекистан, там столица Ташкент. Ուզբեկստանի մայրաքաղաքը Տաշկենտն է։ Երևանի պես գեղեցիկ քաղաք է։ Այնտեղ եւս բարի հյուրընկալ մարդիկ են ապրում։ Ոչ միայն Տաշկենտն է հետաքրքիր, այլև Բուխարան, Սամարղանդը, որոնք նույնպես շատ հայտնի քաղաքներ են, որոնց մասին հայերը նույնպես շատ բան գիտեն։ Մեզ մոտ շատ կան զբոսաշրջային վայրեր։ Խորհուրդ եմ տալիս այցելել մեր երկիր, տեսնել, շրջել։ Մեզ մոտ էլ շատ լավ մարդիկ են ապրում։ Ջուրն էլ է համեղ։ Թեև ոչ այնքան որքան այստեղ, բայց միևնույն է համեղ է։ Մայրաքաղաք Տաշկենտում կարելի է տարբեր ազգերի ներկայացուցիչների հանդիպել, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆերգանայի հովտում լեռներ կան։ Տաշկենտը Երևանի պես բարձրադիր չէ, իսկ մնացած ամեն ինչ մեզ մոտ էլ ժամանակակից է, գեղեցիկ։ Կան մեծ ռեստորաններ, համերգասրահներ, թանգարաններ, ֆուտբոլային մարզադաշտեր։ Այո, ֆուտբոլային մարզադաշտեր էլ ունենք։ Դուք երևի լսել եք, մեր Ուզբեկստանը արդեն մասնակցում է աշխարհի առաջնությանը։ Ես կցանկանայի առաջին հերթին ձեզ ցույց տալ Տաշկենտը, հետո գնալ Բուխարա, Սամարղանդ, այնտեղ կան մեծ մզկիթներ, հին, բայց վերակառուցված ու գեղեցիկ շենքեր ժամանակակից տեսքով։ Ես անպայման այդ ամենը ցույց կտայի ձեզ։
Ավելի ճիշտ ոչ միայն ցույց կտայի, այլև հրավիրում եմ ձեզ Ուզբեկստան։ Շնորհակալ եմ, հուսամ մի օր առիթ կլինի։ Այսօր մենք շատ զբոսնեցինք եւ կարծում եմ քաղցած ենք երկուսս էլ։ Այսօր դուք խոստացել եք ուզբեկական փլավ պատրաստել, առաջարկում եմ ձեր ռեստորան գնալ։ Да. Поедем в ресторан. Այո, իհարկե։ Գնանք ռեստորան, փլավ պատրաստենք, կուտենք, ձեզ կհյուրասիրենք, կփորձենք մեր ազգային Մեծ ուտեստները։ սիրով։ Մուհամեդ Խոլմիրզաև ծնվել է 1990 թվականին Ուզբեկստանի Նամանգան քաղաքում։ Խոհարարության բանկուց է հետաքրքրվել։ Համեղ ուտելիք նախ ընտանիքի անդամների համար էր պատրաստում։ Հետո որոշեց, որ սիրելի զբաղմունքը պիտի մասնագիտություն ու կյանքի գործ դառնա։ 2014-ին Եկատերինբուրգ մեկնեց խոհարար աշխատելու։ Հետո Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում էր ուզբեկական խոհանոցը ներկայացնում։ Այսօր էլ երևանյան ռեստորաններից մեկում ամենահամեղ ուզբեկական փլավը Մուհամեդն է պատրաստում։ Շեֆ խոհարարը Երևանում 8 ամիս է ապրում, բայց որոշել է երկար է մնալու։ Մուհամեդ, ուզբեկական փլավը կամ պլովը, ինչպես դուք եք ասում, ձեր երկրի խորհրդանիշներից մեկն է, այն եւ հատուկ առիթների եւ ամենօրյա ուտեստ է։ Կխնդրեմ հիմա բացահայտեք ուզբեկական փլավի բոլոր գաղտնիքները մեզ համար։ Այո, անպայման։ Смотрите. Տեսեք, հիմա մենք ձեզ հետ միասին պատրաստելու ենք մեր ազգային ուզբեկական փլավը։ Սա զիրվակն է, սոխով, գազարով եւ մսով պատրաստվող հիմքը, որում մեզ մոտ տարածված դեղին գազարն են օգտագործում։ Մեզ մոտ նույնիսկ հարսանիքներին է անպայման սրանով փլավ պատրաստվում։ Այստեղ Հայաստանում Հաստատ համը տարբեր է, վկուս другой։ Այո, հենց այս գազարով փլավն ավելի համեղ է լինում։ Մանրամասն խնդրում եմ պատմեք, թե ինչ կա այստեղ արդեն թավայի մեջ եւ ինչ ենք ավելացնում։ Ну, в казан. Կաթսայի մեջ տաքացվում է յուղը, երբ յուղը լավ տաքանում է, լցնում ենք սոխը եւ տապակում, մինչեւ ոսկեգույն դառնա։ Հենց այդպես էլ փլավը ստանում է գեղեցիկ գույն։ Այնուհետև ավելացնում ենք միսը, այն նույնպես տապակվում է։ Հետո ավելացնում ենք գազարը, խառներով դեղին եւ սովորական տեսակները մոտավորապես 50-50 հարաբերությամբ։ Ամեն ինչ տապակվում է այնքան ժամանակ, մինչև գազարը փափկի եւ գույնը փոխի։ Ահա այսպես լցնում ենք բրինձը։ Կարող ենք մինչև 1.5 ժամ եփել։ Հետո կափարիչով փակելու ենք։ Да, минут 5 поставить. Մի 5 րոպեից բրինձը ջուրը կքաշի, հետո 10-15 րոպեից կխառնենք եւ մեր փլավն արդեն պատրաստ կլինի։ Այսքանը մոտավորապես 8-ից 10 հոգու համար է։ Մուհամեդ, մեզ մոտ Հայաստանում հայերը շատ են սիրում ուզբեկական փլավ եւ մեր ռեստորաններում կարելի է հանդիպել, տնային տնտեսուհիները եւս պատրաստում են։ Փորձել եք արդյոք այստեղի ուզբեկական փլավը եւ ինչ կարծիք ունեք։ Այո, փորձել եմ մի ռեստորանում, լավն էր իհարկե, բայց մեզ նման չեն պատրաստում։ Ինչն է տարբեր։ Разница. Տարբերությունը բրինձի մեջ է։ Բրինձը շատ փափուկ է ստացվում, իսկ իսկական փլավը մի քիչ չոր պետք է լինի։ Թերևս սա է իսկական փլավի գաղտնիքը։ Мы Եվ вот հիմա ինչ закрыли, да, Ահա արդեն փակել ենք կափարիչը, թողնում ենք մոտ 15 րոպե եփվի եւ քանի եփվում է, կրակը մի քիչ կպակասեցնենք, կթողնենք մի 15 րոպե։ Կրակը ավելի ենք թեժացնում։ Մինչ այդ մենք կգնանք թեյ կխմենք, մեր ազգային քաղցրավենիքը կփորձենք։ 15 րոպեից կգանք ու կտեսնենք եփել է թե ոչ։ Գնացինք։ Սիրով։ Իսկ ինչ քաղցրավենիք է, ինչ ենք փորձելու։ Наш национальный десерт. Մեր ազգային քաղցրավենիքն է, իմ ձեռքով եմ պատրաստել։ Հույս ունեմ ձեզ դուր կգա։ Это наша национальная халва. Սա մեր ազգային հալվան է, որում տանը պատրաստված խտացրած կաթ կա, գետնանուշ եւ ընկույզ։ Հետաքրքիր է, որովհետև մեզ մոտ հալվան ավելի պինդ է լինում, երբեք չեմ տեսել կրեմային հալվա, մեծ սիրով կփորձեմ։ Ես հատուկ այն ավելի փափուկ եմ պատրաստում, որպեսզի մեր հյուրերին հեշտ լինի ուտել գդալով։ Մուհամեդ, ձեր ընտանիքը Ուզբեկստանում է ապրում, մի փոքր կպատմեք նրանց մասին։ Ну, наша семья там. Մեր ընտանիքում 2 երեխա кар, ես եւ քույրս։ Հայրս нույնպես այս ոլորտում է աշխատել։ Նա նույնպես խոհարար էր։ Խոհարար է եղել։ Да, поваром, да, работал отец.
Мама работала в школе. Մայրս դպրոցում է աշխատել, ռուսերենի ուսուցչուհի է։ Այդ պատճառով ես ռուսերեն մի քիչ գիտեմ։ Ես էլ հենց ընտանիքիս հետ էի ուզում խոսել։ Համել ձեզ հետ կծանոթացնեմ, աղջիկներից ցույց կտամ։ Իրենք հիմա մանկապարտեզում են։ Ձեր կնոջն եք զանգահարում։ Իմ կինն աշխատում է մանկապարտեզում որպես դաստիարակչուհի։ Здравствуйте, բարև ձեզ։ Салам алейкум де. Здравствуйте. Բարև ձեզ։ Այսպես։ Ինչ է ձեր աղջկա անունը։ Ее зовут Նրա անունը Մաթլյուբա է։ Ռուսականացված ձևով կարելի է Լյուբա ասել։ Փոքր աղջկաս անունը Մադինա է։ Նա մեկ ուրիշ մանկապարտեզում է։ Պլանավորում եմ այստեղ բերել նրանց անպայման։ Обязательно, да։ Обязательно, да. У нас основной народ зеленый чай. Ուզբեկստանում հիմնականում կանաչ թեյ են խմում, եւ հարսանիքներին, եւ տոներին։ Ավելի հազվադեպ նաեւ սև թեյ են խմում։ Իսկ սուրճը տարածված է։ Да, кофе не Այո, սուրճ էլ են խմում։ Իհարկե, թերևս ոչ այնքան շատ, որքան Հայաստանում, բայց այո, խմում են։ Սովորական լուծվող սուրճ են խմում։ погода немножко по-другому у нас. Գուցե այն պատճառով, որ եղանակն ավելի շոգ է, քան այստեղ։ Անհամբեր եմ երբեմ փորձելու։ Մուհամեդ, խնդրում եմ ներկայացրեք ձեր ընկերներին։ Эти друзья мои. Ահա իմ ընկերները։ Մենք միասին ենք աշխատում։ Նրա անունը Ռահիմ Բերդի է։ Ավրոր Ուսմանովն է։ Մեր մյուս ընկերը Ֆարուխը։ Իսկ մեր հյուրի անունը Դիանա է։ Ее Диана зовут. Она Очень наш, приятно. да, Татакели. сегодня гость. Как давайте ее угостим. Եկեք նրան փլավ հյուրասիրենք։ Թող այնքան տպավորվի, որ Ուզբեկստան հյուր кա։ В Узбекистане захотела в Узбекистан поехать. Համեցեք մեզ մոտ Ուզբեկստան, հաճույքով ձեզ կընդունենք։ Спасибо большое։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ այստեղ եք ծանոթացել։ Մենք Ուզբեկստանում իրար ճանաչում էինք եւ նախկինում միասին աշխատել ենք։ Ես ընկերներիս այստեղ հրավիրեցի միասին աշխատելու համար։ Դիանա, եկեք ես ձեզ փլավ հյուրասիրեմ։ Սա մեր ազգային բլիթն է, իսկ փլավը հիմնականում այսպիսի աղցանի հետ են ուտում։ Այս աղցանը չուչուկ է կոչվում։ Կծուպղպեղով է։ Սրանով փլավն ավելի համեղ է դառնում։ Բարի ախորժակ բոլորին։ Приятного аппетита всем. Спасибо большое։ Շնորհակալ եմ շատ, բարի ախորժակ։ Եվ մի հարց, ուզբեկական փլավը գթալով են ուտում, թե պատառաքաղով։ У нас большинство люди Մեզ մոտ հիմնականում բոլորը ձեռքով են ուտում միևնույն ափսեից։ Փլավը շատ յուղոտ է։ Ձեռքի վրայով նույնիսկ յուղ պիտի կաթի, բայց չգիտեմ, ձեզ դա դուր կգա թե չէ։ Ավելի լավ է դուք հիմա գդալով փորձեք։ Իսկ հետո, երբ Ուզբեկստան կգաք, ձեռքով կուտեք։ там с рукой Հաստատ։ попробуйте. Երբեք այսքան համեղ ուզբեկական փլավ ես չէի կերել, շնորհակալ եմ շատ։ Մուհամեդ, այս ուտեստը ինչ նշանակություն ունի ուզբեկական մշակույթում եւ քանի տեսակի է լինում։ Ուզբեկական փլավը 3 տեսակի է լինում՝ չայխանայի, հարսանեկան եւ սամարգանդական, որտեղ գազարն ու միսը շերտ է դրվում ափսեի մեջ։ Մենք հենց հիմա չայխանայի փլավ ենք ուտում։ Իսկ հարսանեկանի մեջ ավելացնում են ընդեղեն եւ չամիչ։ Իրականում իսկական փլավը պետք է գառան մսով լինի։ Սա հենց գառան մսովն է, իսկական չայխանայի փլավ է։ Ինչպես հասկանում եմ, այսպես էլ հավաքվում եք Ուզբեկիստանում փլովի շուրջ եւ ինչի մասին եք զրուցում։ Ինչ թեմաներ եք արտարծում։ Հավաքվելիս ընտանիքից գործից ենք խոսում մեր ընկերության մասին, հիշում անցյալում տեղի ունեցած հետաքրքիր կամ ծիծաղելի դեպքերը։ Այսպիսին են մեր հավաքները։ Ֆարուխ, իսկ դուք ինչ կասեք Մուհամեդի մասին։ Մուհամեդի հետ մենք վաղուց ենք ծանոթ, 10 տարի է արդեն, որ միասին ենք աշխատում։ Նախկինում Ղազախստանում եւ Ռուսաստանում ենք աշխատել։ Հիմա էլ այստեղ ենք աշխատում։ Մենք արդեն եղբայրների նման ենք։ Նա լավ մարդ է եւ բնավորությամբ եւ տեսակով։ Ուրախ եւ շփվող մարդ է։ Հավանում եք նրա պատրաստած ուտելիքները։ Իհարկե, նա լավագույն խոհարարն է, շատ համեղ է պատրաստում։ Վարպետ է այդ գործում։ Իսկ Ուզբեկստանում հյուր ընդունելը կարևոր է։ Да, у нас как бы Այո, մեզ համար հյուրը շատ կարևոր մարդ է։
Երբ հյուր է գալիս, նշանակություն չունի նա ընկեր է, թե ուղակի ծանոթ կամ նույնիսկ անծանոթ։ Մենք անպայման տուն ենք հրավիրում։ Հյուրասիրում ենք փլավ, սամսա։ Առաջին հերթին կանաչ թեյ ենք հյուրասիրում, բլիթներ, հետո քաղցրավենիք, իսկ վերջում իհարկե փլավ, անպայման այսպիսի աղցանի հետ։ Հյուրն ուզբեկների համար ամենակարևոր մարդն է։ Մենք սիրում ենք հյուր ընդունել, հյուրասեր ենք։ Շատ ջերմ ենք ընդունում զբոսաշրջիկներին։ Ով էլ լինի, կարևոր չէ։ Իսկ կանանց դերը Ուզբեկստանում ինչպիսին է։ У нас у женщины... Կնոջ հիմնական դերը մեզ մոտ տնային տնտեսուհի լինելն է։ Նա տանը պիտի լինի երեխաների հետ տնային գործերով զբաղվի։ Բայց իհարկե կան նաև աշխատող կանայք։ Օրինակ իմ կինն աշխատում է մանկապարտեզում։ Ոմանք մանկապարտեզում են աշխատում, ոմանք ռեստորանում, կամ բուժքույր, կամ որպես ուսուցիչ են աշխատում։ Իսկ ձեր տանը ով է պատրաստում։ Я, Ես իհարկե, որովհետև վախենում եմ կնոջիցս։ Իսկ ինչ եք կարծում, ինչ նմանություններ կան մեր երկու ժողովուրդների միջև։ Մենք նման ենք, հատկապես հյուրընկալության տեսանկյունից։ Ցանկացած հայի, եթե ինչ-որ բան հարցնես, նա քեզ սիրով կպատասխանի եւ կօգնի։ Հյուրընկալությունն ու մարդկանց շփումները գրեթե նույնն են։ Աշխատասեր են հայերն էլ, ուզբեկներն էլ։ Մենք դրանում հատկապես շատ նման ենք, աշխատասեր ենք։ Վարդագույն Երևանի ջերմությունը հայերի հետ հարաբերությունները Մուհամեդի սիրտը գերել են։ Շուտով ընտանիքն էլ, կինն ու դուստրերն էլ կմիանան նրան։ Թեև մի քանի ամիս է անցկացրել այստեղ, ուզբեկ խոհարարը Հայաստանն արդեն իր երկրորդ տունն է համարում։